Պատրաստ կլինենք, պարոն վարչապետ։ Դե սկզբունքորեն հիմա որ տենց հիշելով նայում եմ, մեծ խնդիրներ չունենք, իրոք մեծ խնդիրներ չունենք, փոքր-մոքր հարցեր կլինի կամ, բայց նաև կարևոր է, որ հլանդակառակ այն վերևի ճանապարհը կարա արդեն հենց այդ ժամանակ նկատի ունեմ Ենոքավան Ջուջևան ճանապարհը կարա տուրիստական նոր հոսքերի տրամաբանության մեջ լինի եւ իսկապես կարող ենք այդ խնդիրը լուծել։ Եթե հանկարծ պարզվի, չնայած ես կարծում եմ իրատեսական չի, աթան Ենոքավանն էլ եթե պարզվի, որ կարող է այդ դրությամբ լինել, չնայած այնտեղ բարդ է երևի իրատեսական չի, բայց հա 60 կիլոմետր։ Հա դրա համար եմ ասում, այդ իրատեսական չի, ամեն դեպքում տենց մտածենք, հա այդ իրատեսական չի, բայց Ճամբարակ Դիլիջան կամ Ճամբարակ Հաղարծին այդ ճանապարհը, որը Գոշավանքի նաև եւ Աղավնավանքի ճանապարհն է, որը էլի զբոսաշրջային շատ խաչմերուկային նշանակություն ունեցող ճանապարհ է, այ դա իրատեսական է, որ մենք այնտեղ սողանքային մի կտոր կա, ինքը ճանապարհը ընդհանուր վատ վիճակում չի, այդ սողանքի հարցն է պետք հասկանալ ֆունդամենտալ լուծել, որ կարողանանք իմիջիայլոց այդ հատվածում շատ ակտիվ ներդրումային բան կա, շարժ կա, ինչ շատ ուրախացնող է, ինքը մի քիչ տենց ընդհանուր հոսքերից դուրս է, բայց տուրիստական ամենասիրված հատվածն է դառնում եւ շատ ակտիվ համարյա ամեն կիլոմետրի վրա ինչ որ մի բան տեղի է ունենում եւ դա շատ ուրախալի փաստ է։ Ու նաեւ ուրախությամբ ուզում եմ արձանագրեմ, որ մասնավորապես Նավուր Թթուջուր ճանապարհի շահագործման հանձնելը Ճամբարակում արդեն որոշակի ակտիվացման է բերել եւ բերելու է եւ դա էլ շատ կարեւոր նորություն է եւ մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ նաեւ հուլիսին Ճամբարակում ֆեստիվալ լինելու, հերթական ֆեստիվալներից մեկը լինելու է Ճամբարակում եւ դա էլ կարծում եմ բնակավայրի խոշորացված համայնքի տենց նոր կյանքի ինչ որ շատ խոսուն մեկնարկ կլինի։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, կարևորն է նա, որ ես մի քիչ ճիշտն ասած լարված էի այդ առումով, բայց հիմա գործընկերների հետ մի քանի քննարկումների արդյունքում ավելի մեծ համոզվածություն ունեմ, որ ամեն ինչ, մասնավորապես Իջևան, քանի որ զրոյից ենք սկսելու, որ իրատեսական է, որպեսզի մենք միջև առաջնության մեկնարկը ունենանք ստադիոն եւ ձեռք բերենք ստադիոն կառուցելու նոր գիտելիք, այս շատ կարեւոր հանգամանք է, որը մեզ հնարավորություն կտա հետագայում ավելի արագ շինարարություններ եւ ունենալ եւ օբյեկտներ շահագործման հանձնել։ Շատ լավ, այժմ առաջարկում եմ, որ անցնենք զեկուցվող հարցերի քննարկմանը։ Հարց համար 16 Սուբվենցիոն ծրագրերին գումար հատկացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 59 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծ է։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել ընդհանուր թվով 14 համայնքների թվով 20 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից Արագածոտնի մարզում 1 ծրագիր, Արատի մարզում 3 ծրագիր, Արմավիրի մարզում 8, Գեղարքունիքի մարզում 1, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1 ծրագիր եւ Տավուշի մարզում 3 ծրագիր։ Պարոն վարչապետ, համաֆինանսավորման այս որոշումը կայացնելուց հետո արդեն 2026 թվականի պետական բյուջեից մենք կունենանք համայնքներին տրված 4 միլիարդ 117 միլիոն դրամի համաֆինանսավորում, խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, այժմ թվարկեմ այն ծրագրերը, որոնք ֆինանսավորում ենք այս որոշմամբ։ Արագածոտնի մարզում Թալին համայնքի Թալին բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի վերակառուցում աշխատանքների 75%-ը իրականացված է, նախատեսված է 150 սանի համար։ Արատի մարզում Արտաշատ համայնքի Արտաշատ բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ ավարտված են աշխատանքները, 400 գծամետր երկարությամբ գազատար է կառուցվել 15 տնային տնտեսության համար։
Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ երկրորդ փուլ կատարված է շինարարական աշխատանքների 45%, ասֆալտապատվել է 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհ։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում եւ հարակից այգու բարեկարգում առաջին փուլ, որը ավարտվել է, վերանորոգվել է մշակույթի տունը, կառուցվել է ջեռուցման համակարգ եւ բարեկարգվել է հարակից այգին։ Արմավիրի մարզում Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի մշակույթի տան նորոգում ավարտական փուլում են աշխատանքները 150 նստատեղով դահլիճի շենքն է վերանորոգվել 312 քառակուսի մետր մակերեսով։ Արաքս համայնքի Գայ բնակավայրի Իսահակյան Եսարյան կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման եւ սալարկման աշխատանքներ, որը նույնպես գտնվում է ավարտական փուլում, տուֆով սալարկվել է 1.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մայթեզր։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 11 մսուր մանկապարտեզի շենքի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 87%-ը, մանկապարտեզը նախատեսված է 165 սանի համար։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթ Նովա փողոցի Արարատյան Սայաթ Նովա 5 բազմաբնակարան բնակելի շենքի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում, որը ավարտված է, կառուցվել է 1.2 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուները 89 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի Միքայելյան, Թումանյան, Տերյան եւ Կոմիտաս փողոցների ջրագծերի փոխարինում աշխատանքները ավարտված են, կառուցվել է 3.5 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուները 1077 տնային տնտեսություն։ Վաղարշապատ համայնքի Շահումյան բնակավայրի Հարությունյան M3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս ստանող ճանապարհի ասֆալտապատում եւ մայթի կառուցում, որը ավարտված է 1.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 Արևիկ մանկապարտեզի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում ավարտված են աշխատանքները, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 300 սանի համար։ Այն որ այցելեցինք, այդ մանկապարտեզն է։ Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի ոռոգման 1000 մետր երկարությամբ ներտնային ցանցի կառուցում աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 1 կիլոմետր երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց, ոռոգելի հողատարածքները կավելանան 80-ից 100 հեկտարով, շահառուները 45 տնտեսություն։ Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Երևանյան եւ Միասնիկյան փողոցների լուսավորության ցանցի վերակառուցում կատարված է, աշխատանքների 95%-ը կառուցվել է 1.8 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 67 հենասյուն եւ 134 LED լուսատու։ Կոտայքի մարզում Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի 7-րդ փողոցի առաջին նրբանցքի առաջին թաղամաս առաջին եւ երկրորդ փողոցների Ծաղկունք թաղամասի 3-րդ փողոցի եւ 3-րդ փողոցի 5-րդ նրբանցքի առաջին փակուղու գազաֆիկացման աշխատանքներ, որոնք ավարտված են, կառուցվել է 2.5 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուները 104 տնային տնտեսություն։ Շիրակի մարզում Գյումրի համայնքի աղբանության ծառայությունների մատուցման համար աղբատար մեքենայի ձեռքբերում, մեքենան ձեռք է բերվել եւ տրամադրվել է համայնքին։ Աշոց համայնքի Թավշոտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ, որը ավարտական փուլում է, կառուցվել է 2.7 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, ոռոգելի հողատարածքը 195 հեկտար, շահառուները 68 տնտեսություն։ Սյունիքի մարզում Կապան համայնքի Գեղանուշ Գոմարան բնակավայրերի գյուղամիջման ճանապարհների նորոգում եւ ասֆալտապատում ավարտված են աշխատանքները, ասֆալտապատվել է 1.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Տավուշի մարզում Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 45 փողոցի առաջին փակուղի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի էներգոարդյունավետ արտիականացում կատարված է, աշխատանքների 70%-ը հիմնանորոգվել է 2428 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի ազատամարտիկների եւ Թատերական փողոցների մայթերի Թատերական փողոց 3, Մայիսի 28 փողոց 41 շենքերի բակերի
Կենցաղի տան շրջակայքի եւ Աբովյան 18 շենքից անկախության փողոց տանող ճանապարհ, բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգում եւ ասֆալտապատվում։ Կատարված է աշխատանքների 80%-ը, ասֆալտապատվել է 4276 քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածք։ Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի 2-րդ փողոց, Գետահովիտ բնակավայրի 5-րդ փողոց, Գանձակար բնակավայրի 6-րդ փողոց, Ակնախբյուր բնակավայրի 5-րդ փողոց առաջին փակուղի ճանապարհների հիմնանորոգում եւ սալարկում տուֆ քարով կատարված է աշխատանքների 70%-ը եւ սալարկվել է 4.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Հարգելի գործընկերներ, այս առիթով